Հրապարակի հարգելի հեռուստադիտող զրուցում են կախվածությունների ազգային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։ Պարոն Նազինյան, ինչն էր պատճառը, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այլևս չցանկացավ ձեզ հետ շարունակել աշխատանքը։ Դե ըստ ծանուցման, որի դեպ մոտ 15 օր առաջ է ուղարկվել ինձ, ըստ ծանուցման պայմանագրի ժամկետի ավարտ հետ կապված իմ եւ առողջապահության նախարարության միջև կնքված պայմանագիրը կնքվել էր 2020 թվականի մայիսի 4-ին, մայիսի 4-ին 5 տարին լրանում էր, պայմանագիրը կնքված էր որոշակի ժամկետով, 5 տարի ժամանակահատվածով, պայմանագիր լրանալու հետ կապված ծանոթություն ստացա, որ լուծվելու է պայմանագիրը, թեև իհարկե առողջապահության նախարարությունը համապատասխան կառավարության որոշման համաձայն հնարավորություն ունի մինչև 3 տարի պայմանագիրը երկարացնելու։ Եվ ինչու՞ չի երկարացրել։ Դե բնական էր, ես արդեն նշել եմ իմ գրառումներում եւ իմ հայտարարության տեքստում, որ այո, վերջին առնվազն գրեթե 3 տարիների ընթացքում, 2.5-3 տարիների ընթացքում, սկսած 2022 թվականից առողջապահության նախարարության ղեկավար կազմի վերաբերմունքը մեր կենտրոնի եւ անձամբ իմ նկատմամբ եղել է բավականին վատ։ Պայմանավորված, ես իմ հայտարարության տեքստում նաեւ դա եմ նշել, պայմանավորված կենտրոնում 22 թվականի հուլիսին իրականացված պետական առողջապահության նախարարի հրամանով պետական առողջապահական գործակալության կողմից իրականացված ստուգման հետ, որով արձանագրված խախտումների հետ ես անհամաձայնությունս հայտնեցի եւ չստորագրեցի։ Ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոր ընկերությունում աշխատած ՊԱԳ-ի նախկին պետ Արոն Բարսեղյանը պաշտոն ստանալուց անմիջապես հետո մտներ ստուգումների ձեզ մոտ։ Արդյոք դուք որևէ կապ տեսնում եք ինչ-որ պրոցեսների եւ այդ դեպքի հետ։ Չեմ բացառում իրականում, ասեմ ինչի, որովհետեւ եթե չեմ սխալվում, ձեր նշած անձը նշանակվեց պետական առողջապահական գործակալության պետ 2022 թվականի հունիսի կեսերին, հունիսի մեջ ու մի քանի 100 պետական պատվեր ստացող հաստատություններից, կազմակերպություններից, թե պետական, թե մասնավոր կազմակերպություններից որոշվեց, որ առաջինը պետքա ստուգում իրականացնել կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, ընդամենը 1 ամիս անց, երևի նշանակումից, ընդ որում մյուս անձը, այսինքն կոնկրետ ստուգող հանձնաժողովի 2 աշխատակիցները, ՊԱԳ-ի աշխատակիցները, առաջինը Կարեն Միքայելյան նշանակվել էր հուլիսի 8-ին ՊԱԳ-ի պետի տեղակալ, երկրորդը նշանակվեց ՊԱԳ-ի պետի տեղակալ, ստուգումների ժամանակ բաժնի պետ էր, նշանակվեց Նաիրա Ավետիսյանը ՊԱԳ-ի պետի տեղակալ մեր կենտրոնում իրականացված ստուգումներից անմիջապես հետո։ Հնարավոր է, որ կապ ունենա, որովհետև 2020 թվականի իմ զեկուցագրի հիման վրա մեր հանրապետության համար գնվող մետադոնի դեղաձևը փոխվեց, որ իհարկե բերեց նրան, որ դեղ ներկրող որոշ ֆիրմաների, որոշ կազմակերպությունների, որը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոր կազմակերպություն շուրջ 4-5 անգամ պակասեց։ Օրինակ ես կարամ թվերով ասեմ, միջինում հիմա շատ կոնկրետ չասեմ, բայց միջինում սկսած 14-15 թվերից միայն մեր կենտրոնի համար գնվել է 50-60 միլիոն դրամի մետադոն դեղահաբերով, ամերիկյան մետադոն էր, որը բավականին թանկարժեք էր։ Ո՞ր ընկերություններն են մատակարարել։ 2009 թվականից սկսած մինչև 2020-21 միայն Արֆարմացիան։ Անահիտ Ավանեսյանի մոր ընկերություն։ Այո, ես գիտեմ, որ փոխկապակցություն կա, ես չգիտեմ ամբողջությամբ իրանց պատկամ թե չէ, բայց ամեն դեպքում փոխկապակցություն կա։ Ու դրա արդյունքում իհարկե շրջանառությունը 4-5 անգամ նվազեց։ Նկատի ունեմ ֆինանսների շրջանառությունը, որտեղ մենք դա տեսնում ենք, որտեղ դեղաձևի փոփոխությունը բերեց նրան, որ իրականում ներկրվող մետադոնի գինը էականորեն իջավ։ Մոտավորապես միլիգրամի էկվիվալենտի հաշվարկով, իմ հաշվարկով մոտ 3-ից 4 անգամ նվազել է։ Այսինքն եթե յուրաքանչյուր տարի պայմանական որևէ ֆիրմա մատակարարում է 100 միլիոն դրամի մետադոն, պայմանական եմ ասում, իմ զեկուցագրի հիման վրա դա դեռևս նախարար Արսեն Թորոսյանի ժամանակ էր 20 թվականին, որ ես զեկուցագիր գրեցի։ Դեղաձևը փոխելու իհարկե հիմնավոր պատճառներ կային։
հիմա կնշեմ դրանք, դեղաձևը փոխելուց հետո բավական մոտ 4 անգամ էժանացավ ու մենք ստեղ պետք է հաշվի առնենք, որ պացիենտների թիվն էլ ավելանում է։ Այսինքն այդ ավելացմանը զուգահեռ նաև ներկրվող մետադոնի քանակն էր ավելանել ու ավելացավ իրականում, բայց ասում եմ, էլի 4 անգամ գրեթե էժանացավ։ Դուք Պայմանական, եթե 100 միլիոն դրամի մետադոն պայմանական ներկրվում էր մեր երկիր, հիմա ներկրվում է չնայած պացիենտների թվի ավելացմանը ներկրվում է մոտ 30 միլիոն դրամի։ Դուք ակնարկում եք, որ հնարավոր է անձնական վրեժխնդրության Ես կարող եմ դա պատճառը, հավանական համարել, դե որտեվ տարօրինակ է այդ իմ ասածը, տարօրինակ չի, տարօրինակ քանի մասնավոր բժշկական կենտրոն կա Հայաստանում կամ պետական բժշկական հաստատություն ու ինչը պետքա պատճառ հանդիսանա, որ հանկարծ պետական առողջապահական գործակալությունը որոշում կա, առողջապահության նախարարի հրամանով որոշում կայացնեն, որ առաջինը պետքա մտնեն կախվածությունների բուժման ազգային կենտրոն, իսկ պարզ ասեմ, ես հպարտեմ, որ իրականում ես կարողացել եմ այդ կենտրոնը իհարկե առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ հիմնանորոգել, բարեփոխումներ իրականացնել եւ այլն։ Այսինքն բոլորի համար հասկանալի էր, որ մեր կենտրոնում էական խախտումներ չեն կարող լինել, ինչը վերջում ապացուցվեց։ Ակտեր են գրվել։ Այո։ Ինչ ակտերի մասին է խոսքը եւ ինչու դուք հիմա օրինակ կալանավորված չեք, եթե այդ ակտերը հիմնավոր են։ Ասեմ ձեզ, իրականում պետական առողջ այդ հանձնաժողովը, որ ձևավորվել էր եկավ մեր կենտրոն ստուգելու, առաջին եզրակացությամբ նշվել էր ընդհանուր 5 կետով, 5 տարբեր կետերով ավելի քան 260 միլիոն դրամի խախտում։ Չթվեմ կետերը։ Մոտ 2 ամիս անց պարզվեց իրանք ստիպված եզրակացությունը փոխեցին 170 միլիոն դրամ, շուրջ 170 միլիոն դրամ պարզվեց սխալ են գրել։ Դարձավ 87 միլիոն դրամ, հետո չկարողացան ապացուցել նաև այդ 87 միլիոն դրամը։ Ասեմ ձեզ, իրականում ցանկացած վերահսկողական ֆունկցիա ունեցող պետական կառույց, դա կլինի պետական վերահսկողական ծառայություն, թե պետական եկամուտների կոմիտեն իր օրինակ եմ ես բերում։ Եթե տվյալ կառույցների աշխատակիցները 170 միլիոն դրամ սխալվեն, հետո սխալվեն տենց մի 84 միլիոն դրամ, իմ կարծիքով առավել հավանական պետք լինի, որ պետք է իրանք կալանավորվեն ու իմ նշած կառույցներում իհարկե նման բան հնարավոր չի։ Նույն պետական վերահսկողական ծառայություն կամ պետական եկամուտների կոմիտեում նման աշխատակցին ուղղակի մի օր էլ չէին պահի։ Դե չկարողացան հիմնավորել։ Դուք ինչ եք պատրաստվում անել, արդյոք շարունակելու եք պայքարել, մասնակցելու եք մրցույթին, ունեք այդ տվյալները։ Ես որոշում չունեմ մրցույթի հետ կապված, դեռևս ես հիմա հանգստանում եմ, բայց իհարկե ես ոլորտում մնալու եմ եւ փորձելու եմ իմ ներդրումն ունենամ նարկոլոգիական ծառայության հետագա զարգացման մեջ։ Բայց հստակ չեք որոշել մասնակցելու եք մրցույթին։ Չեմ որոշել, դե պետք է մտածեմ, որ Ինչպիսի նախարար է Անահիտ Ավանեսյանը, օրինակ ինքն իրեն համարում է լավ նախարար։ Ես չեմ հիշում որևէ առողջապահության նախարար, գոնե վերջին 20 տարիներին, որ հանրայնորեն ասի, որ ինքը լավ նախարար է, չնայած մեզ բազմաթիվ լավ նախարարներ ենք ունեցել։ Որ ասում է ինչ է նշանակում լավն է, թե գլուխ է գովում։ Աշխատել եք իր հետ։ Ասում եմ վերջին 2.5 տարվա ընթացքում մեր նախարարության հետ մեր փոխհարաբերությունները խիստ լարված են եղել ու եկեք կարծիք էլ չարտահայտեմ, խնդրում եմ։ Մենք ձեր Facebook-յան էջում տեսնում ենք նաև հաճախ այնպիսի գրառումներ, որոնք վերաբերում են առողջապահության փոխնախարար Լենան Անուշյանին։ Իր հետ ինչ հարաբերությունների մեջ եք։ Հիմնական ծաղրական բնույթի Ես երբեք որևէ մեկին չեմ ծաղրում, ես կարող եմ սխալներ վերհանեմ որոշակի, բայց դրա մեջ ծաղրանք տեսնել չարժե, դա ինչ-որ քննադատության երևի մեթոդ է, որ եթե նկատում ես, որ ինչ-որ բան են չի, ասես դրա մասին, ու եթե դու նույն, այսօր ես գրառում եմ արել, փոխանցող բուժման ծառայությունում չստացված մի հատ ուսումնասիրության մասին, որ հենց Տիկին Անուշյանի նախաձեռնությամբ փորձում էին իրականացնել, դա 50 օպիոիդային կախվածություն ունեցող պացիենտների շրջանում ԱՄՆ-ում նոր գրանցված դեղամիջոցի ազդեցությունների, էֆեկտների գնահատման ուղղված հետազոտություններ, որը տևել էր 3 տարի ընդամենը,
ու ես չմանրամասնեմ, որ ավելի մատչելի լինի, իրականում օպերոիդային կախվածություն ունեցող պացիենտները շատ ծանր հիվանդություն ունեցող պացիենտներ ունեն նաև վարքային խնդիրներ։ Մեծ մասը ունի դատվածություններ, մեծ մասը միգուցե հիմա էլ հանցավոր որոշակի ակտիվություն ունեն եւ այլն։ Ու այդ պացիենտների շրջանում նմանատիպ ինչ-որ ուսումնասիրություն անել իրականում խելքին մոտ չի, ու ես դրա մասին բարձրաձայնել եմ, հիմա էլ բարձրաձայնում եմ։ Իհարկե փորձում են դա մեր բժիշկների միջոցով անել, Պրիտոմ ընդ որում մարդիկ, որոնք ընդհանրապես ոլորտի հետ որևէ առնչություն չունեն։ Դուք բարբերաբար այդպիսի հայտարարություններով եք հանդես գալիս, իրավապահները փորձել են ձեզ հետ կապ հաստատել, խախտումների հետ կապված։ Խախտումների հետ կապված կոնկրետ արձանագրված խախտումների փորձել են իհարկե, խախտումների հետ կապված նույնիսկ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործեր հարուցվել, պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված եւ կեղծ պետական առողջապահական գործակալության աշխատակիցների։ Իհարկե, որտեղ մարդիկ, եթե արձանագրված խախտումների հիման վրա է, մեր կենտրոնում արձանագրված, որտեղ եթե 260 միլիոն գրում են, բայց հետո պարզվում է 3 միլիոնն էր դրանից ճիշտ 5 ամիս հետո, դե բնականա որ այդ քրական գործը չի կարող ինձ վերաբերվի, չէ՞։ Այդ գրողին է վերաբերում, մեր քրական օրենսգծքում շատ է, որ նմանատիպ հոդվածներ կան, բայց իհարկե գործը կարճվեց։ Վարույթը հարուցվել է պագի դեմ։ Ու չեմ կարող ասեմ պագի դեմ, չէ, բայց այդ վարույթը հարուցվել է այդ երկու հոդվածներով։ Ձեզ մոտ իրականացված ուսումնասիրության եւ արձանագրված խախտումների վերաբերյալ, բայց խոսքը վերաբերում է կեղծ եզրակացություններին եւ կեղծ ակտերին։ Եվ ինչ ընթացքում։ Դե գործը կարճվեց, այո, իհարկե կանչել են։ Գործը կարճվեց իհարկե։ Կեղծ ակտեր գրողների նկատմամբ խարույկ։ Կեղծ ակտեր գրողները շարունակում են աշխատել։ Թեև ի դեպ, ասեմ, Տիկին Անահիտ Ավանեսյանը 2022 թվականի սեպտեմբերին ինձ խոստացել էր կոնկրետ այդ անձանցից մեկին գործից ազատ է աշխատանքից։ Պագի պետի տեղականի։ Ով որ կոնկրետ գրել էր։ Կարեն Միքայելյան։ Եվ ազատ է։ Ոչ։ Այս պատմությունը չի մտահոգել Անահիտ Ավանեսյանին, իր հետ չեք զրուցել այս պատմության հետ։ Բազմիցս եմ զրուցել։ Միշտ։ Չեք Ավելին ասեմ, դրա հաջորդ տարին դե այս վերջնական նախարար դիրքորոշումը հայտնեց նոյեմբերի վերջերին, եթե չեմ սխալվում, 22 թվականի, իսկ 23 թվականին մեր կենտրոնի պետական պատվերը, այսինքն մեր առողջապահության նախարարության կողմից մեր կենտրոնի ֆինանսավորումը էականորեն նվազեցվեց։ Հունվար ամսին դա պետական պատվերի պայմանագրերի շրջանն է, հունվար ամսին մեզ առաջարկում է պայմանագիր, ըստ որի մեր ֆինանսավորումը պետքա լիներ, մեր կենտրոնի ֆինանսավորումը պետքա լիներ 228 միլիոն դրամ, որը 23 թվականի համար ուշադրություն, որը շուրջ 70 միլիոնով պակաս էր, քան նույնիսկ 10 թվի ֆինանսավորումը։ Դե իհարկե չստորագրեցի այդ պայմանագիրը, դա դարձավ հետո 330 միլիոն, որ էլի բավականին քիչ էր, մոտ 10% էր, ավել 10 թվի ֆինանսավորման չափից։ Ու անընդհատ այդ ֆինանսական խնդիրները միշտ մեր համար ստեղծում են, եւ եթե ի պատիվ մեր աշխատակիցների եւ մեր անձնակազմի վճարովի ծառայությունները չլինեին, մենք իհարկե մեր բժիշկները հիմա բավականին բարձր աշխատավարձ են ստանում վերջին առնվազն 3 տարիների ընթացքում անշրջանաբար բարձրացել է։ Հիմա մեր բժիշկների աշխատավարձերը միջինում 600,000, ու նարկոլոգների աշխատավարձերը մինչև 700 էլ երբեմն հասնում է պայմանավորված բոնուսներով, պայմանավորված հերթապահությունով եւ այլն։ Եթե մեր վճարովի ծառայությունից մուտքերը չլինեն, մեր բժիշկների աշխատավարձը չէին բարձրանում։ Այսինքն Անահիտ Ավանեսյանի վերաբերմունքը ձեր նկատմամբ ոչ այնքան Արսեն Թորոսյանով է պայմանավորված, որի կադր եք հանդիսանում, որքան իր մոր ընկերության հետ կապված։ Ես չեմ կարող վստահաբար պնդել, բայց ակնհայտ է դա, այսինքն ես կարամ դա մտածեմ, բայց ես չեմ կարող դա պնդել։ Ես ո՞նց պնդեմ։ Կարան դա պնդեն այդ մարդիկ, ովքեր եկել են ստուգել, ինչի համար են եկել։ Նման խնդիր էր առաջացել։ Ինչու Անահիտ Ավանեսյանը նախկինում չի ազատել ձեզ աշխատանքից, նախարարը կարող էր իրեն դա թույլ տալ։ Գիտեք ոնց պայմանագրային հարաբերությունը հետևյալ կերպ է։ Եթե դու պայմանագրի որևէ կետ չես խախտում եւ աշխատանքային գրքի որևէ կետ չես խախտում, քեզ չեն կարող ազատել 21-րդ դարում։ Բանկը արձանագրություն էր կազմում։ Բայց չկարողացան հիմնավորել։